ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը Դիջիթեքյան իր տաղավարում աշխատում է Լիանա Խաչատրյանը եւ այս պահին եզակի հյուր մեր տաղավարում Ռև Լիպարիտյանը, բարև ձեզ, Nvidia ընկերության փոխտնօրեն։ Շատ շնորհակալություն, որ ժամանակ եք հատկացրել մեր տաղավարի համար։ Պարոն Լիպարիտյան, քիչ առաջ ելույթ ունեցաք փոքր, այսպես ասենք, լեկցիայով։ Մի քիչ պատմեք ինչից խոսեցիք, բոլոր նրանց համար, ովքեր չհասցրեցին ձեզ լսել թե սթրիմով, թե տեղում, երկու բառով ներկայացրեք ձեր միտքը, խնդրեմ։ Մեր ռադիոլսողներին ասեմ, որ պարոն Լիպարիտյանը խոսի անգլերեն, մենք հետո Ամենակարևոր եզրակացությունը նախկինում արված իմ պրեզենտացիայից այն է, թե ինչ է նշանակում արհեստական բանականություն եւ արհեստական բանականության ենթակառուցվածքների կառուցում Հայաստանի համար։ Հայաստանը շատ բնական պաշարներ չունի։ Մեր ամենաարժեքավոր ռեսուրսը մեր ժողովուրդն է։ Մենք արտահանում ենք մեր գիտելիքները, մեր հմտությունները, մեր ուղեղը։ Որպեսզի Հայաստանը բարգավաճի, որպեսզի Հայաստանը լինի ուժեղ, մեզ անհրաժեշտ է ուժեղ տնտեսություն, իսկ այդ տնտեսությունը պետք է հիմնվի տեխնոլոգիայի եւ բարձր տեխնոլոգիաների վրա։ Միակ տեխնոլոգիան, որն իսկապես կարևոր է աշխարհում, ապագայում, արհեստական բանականությունն է։ Եվ այսպիսով Հայաստանն այժմ ունի հնարավորություն, որովհետև ամբողջ աշխարհը փոխվում է։ Ստեղծվում է բանականության այս նոր ենթակառուցվածքի ձևը։ Մենք կարող ենք մասնակցել դրան առաջինը։ Մենք կարող ենք վաղ սկսել։ Մենք Հայաստանում արհեստական բանականության գործարան ենք կառուցելու։ Սա ինքնին արդեն մեծ հնարավորություն է, որովհետև արհեստական բանականության գործարանների կառուցման արդյունաբերությունը աշխարհում հաշվվում է տրիլիոնավոր դոլարներով։ Եթե մենք կարողանանք սովորել, թե ինչպես կառուցել արհեստական բանականության գործարաններ, ինչպես դրանք շահագործել, օպտիմալացնել, ապա Հայաստանը կունենա հմտություններ դա նաև սովորեցնելու աշխարհին։ Եթե մենք կարող ենք նման բան կառուցել այստեղ, մենք կարող ենք նաև օգտագործել այն մեր գիտնականներին, մեր հիանալի ինժեներական եւ գիտական մտքերին ավելի հզոր դարձնելու համար։ Մենք կարող ենք նրանց դնել հետազոտությունների առաջնագծում, տալով նրանց այն գործիքը, որն անհրաժեշտ է ժամանակակից դարաշրջանում, որը այս դեպքում սուպերհամակարգիչն է։ Հայաստանի մյուս առավելությունը կայանում է նրանում, որ մեր ունեցած բնական ռեսուրսներից մեկը, որը ավելցուկով ունենք եւ կարող ենք արտահանել, դա էլեկտրաէներգիան է։ Մեր ատոմակայանի աշխատանքը սովորաբար մենք ստիպված ենք դանդաղեցնել։ Մենք չենք արտադրում այնքան, որքան նրա լրիվ հզորությունն է, որովհետև երկրում մեծ մասամբ բավարար պահանջարկ չկա։ Մենք կարող ենք շատ ավելի շատ արտադրել, բայց եթե կարողանանք որևէ ձև գտնել այդ էլեկտրաէներգիան արտահանելու, ապա կարող ենք օգնել հայկական տնտեսությանը։ Մենք կարող ենք դա վաճառել դրսում, բայց էլեկտրաէներգիայի փոխադրումը շատ դժվար է։ Կան աշխարհաքաղաքական խնդիրներ, բայց եթե նույնիսկ դրանք չլինեն, պարզապես տեխնիկապես դուք էներգիա եք կորցնում, որքան էլեկտրաէներգիան հեռու պետք է գնա։ Դուք չեք կարող էներգիա վաճառել, օրինակ Հայաստանից Ավստրալիա։ Բայց եթե կարող եք այդ էներգիան վերածել բանականության, արհեստական բանականության գործարանի միջոցով, ապա կարող եք բանականությունը վաճառել բոլորին։ Մեր արհեստական բանականության գործարանի արդյունքը այնպիսին է, որ կարելի է վաճառել աշխարհի ցանկացած վայրում ինտերնետի միջոցով։ Այսպիսով, սա մեր բնական ռեսուրսը արտահանելու միակ մեթոդն է։ Մենք վերցնում ենք մեր էլեկտրաէներգիան, ավելացնում ենք դրան արժեք արհեստական բանականության գործարանի միջոցով եւ հետո կարող ենք վաճառել այն համաշխարհային շուկայում։ Հանքային էր մեր հումքը, պետք չի որ պարզապես արտահանենք, պետք է դրանից մի բան սարքենք, նոր արտահանենք։ Նույն կերպ դուք ասում եք, որ էլեկտրաէներգիան, որ մենք արտադրում ենք, պետք չի պարտադիր եւ դժվարել է արտահանել, իրանից սարքել ինչ-որ բան, product, մթերք եւ նոր այդ մթերքը։ Հիմա պարոն Լիպարիտյան,
Համոզված եմ նաև քննադատություն եք լսել ձեր նպատակների, մտքերի, որ առաջին հերթին Հայաստանում դուք ասացիք, որ այո, մեր ամենամեծ, այսպես ասենք, ռեսուրսը մարդիկ են, բայց մասնագետները քիչ են Հայաստանում, մենք բոլորս դա գիտենք, իսկ արհեստական բանականությունը զարգացնելու համար որոշակի լեվելի, որոշակի կարգի մասնագետներ են պետք, եւ արդյոք հաշվի առնելով նույն գեոպոլիտիկ իրավիճակը նման նախագիծը այստեղ իրականացնելը ձեր կարծիքով հնարավոր կլինի այս երկու կետերին Կարծում եմ, որպեսզի մեր մասնագետներին բերենք համաշխարհային մակարդակի, դարձնենք համաշխարհային կարգի, մենք պետք է տանք հիմնական գործիքները մեր բարձրագույն կրթական հաստատություններին, համալսարաններին, մեր գիտնականներին, ստարտափ ընկերություններին, որոնք ծագում են համալսարանների կատարած հետազոտություններից։ Նրանք պետք է ունենան իրենց մասնագիտության հիմնական գործիքները, այժմ հնարավորություն կա, քանի որ ամեն ինչ փոխվել է բարձր տեխնոլոգիաների աշխարհում։ Այն ձևը, որով մենք մշակում ենք ծրագրային ապահովում, այն ձևը, որով մենք մշակում ենք տեխնոլոգիա, այնպիսին չէ, ինչպիսին վերջին 34 տասնամյակների ընթացքում էր։ Ժամանակակից աշխարհում ծրագրային ապահովում գրելու համար անհրաժեշտ է արհեստական բանականության գործարան, եւ այսպիսով Հայաստանն այժմ նույն մակարդակի վրա է, ինչ բոլորը։ Աշխարհի մնացած մասը արհեստական բանականության մասին նույնքան քիչ գիտի, որքան Հայաստանը, բայց եթե մենք կարողանանք ձեռք բերել գործիք այս տեսակի ծրագրային ապահովման մշակման, արհեստական բանականության արտադրության համար այստեղ Հայաստանում, ապա մենք կարող ենք առավելություն ունենալ ավելի արագ սովորել, թե ինչպես օգտագործել այս նոր ձևը։ Եվ կարող ենք բաց թողնել բոլոր այն բաները, որ մարդիկ անում էին անցյալում եւ որոնք այլևս կարեւոր չեն։ Մենք կարող ենք շատ արագ թռիչք կատարել դեպի ապագա։ Ինչպես եք տեսնում, այսպես ասենք, քայլերի հերթականությունը ապագայում, առաջիկա 5-10 տարվա կտրվածքով Հայաստանում այս ամենը ներդնելու համար։ Այո, հաջորդ 5 տարվա ընթացքում։ Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես դուք եք պլանավորում։ Ես շատ լավատես եմ։ Կարծում եմ, դա իսկապես զարմանալի է։ Նայեք այստեղ, Digitech-ում կամ պարզապես քայլեք Երևանի փողոցներում, զգում եք էներգիան, զգում եք լավատեսություն։ Տեսնում եք երիտասարդներ, որոնք զբաղված են, գնում են ինչ-որ տեղեր։ Շատ երթևեկություն կա, որը չէր լինում 20 տարի առաջ, երբ ես գալիս էի այստեղ։ Այժմ մենք ունենք երթևեկություն, որը ոչ ոք չի սիրում, բայց դա լավ նշան է։ Այն բանի, որ իրականում արտադրողականություն կա։ Մարդիկ ինչ-որ բաներ են այստեղ անում, բարձր տեխնոլոգիաներով զբաղվող, ծրագրաշար ստեղծող, առաջապահ ընկերությունների թիվը բազմապատկվում է։ Ես այն տեսնում եմ ամենուր։ Ինձ համար անպատկերացնելի է, որ Հայաստանը կարող էր նույնիսկ այս մակարդակին լինել։ Հաշվի առնելով բոլոր այն թերությունները, որ Հայաստանն ունեցել է, փաստը, որ մենք ունենք, սա հրաշք է, հաշվի առնելով պատերազմները, դեպի ծով ելք չունենալը, հաշվի առնելով երկրի վիճակը Խորհրդային Միության փլուզումից հետո։ Այս ամենը միասին վերցրած մեզ համար անհնար պետք է լիներ այստեղ լինել հենց հիմա այս միջավայրում։ Բայց հիմա մեր առջև բացվող ապագայի հետ, ապագա, որտեղ մենք խաղաղություն կունենանք, որտեղ մենք բաց սահմաններ կունենանք, կապեր կունենանք աշխարհի բոլոր երկրների հետ, աշխարհի հետ ամենուրեք։ Մենք կարող ենք վերցնել այս հիմնական շարժիչ ուժը, էներգիան, կիրքը, հմտությունը, որ հայերն ունեն, որը թույլ է տվել մեզ հաղթահարել այս ամենը եւ ընդլայնել այն։ Հաջորդ 5 տարիները վստահ եմ զարմանալի են լինելու։ Մենք նույնիսկ 5 տարի հետո չենք ճանաչի Հայաստանը։ Դա լինելու է բոլորովին այլ երկիր, այլ խոսակցություն։ Պարոն Լիբարիտյան, անչափ շնորհակալ եմ Հայաստան բերելու համար ոչ միայն նախագիծ, այլ նաեւ լավատեսություն։ Իսկ թվում է շփվելով տեղացիների հետ նկատում եք, որ հենց լավատեսության կարիքը մենք շատ ունենք
Շատ շնորհակալություն ձեր ժամանակը մեզ հատկացնելու Շատ շնորհակալություն, շատ հաճելի էր։ Ինձ էլ է շատ հաճելի, ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, մենք Digitech-ում ենք եւ այս պահին մեզ հետ զրուցում էր Nvidia ընկերության փոխտնօրեն Ռև Լիփարիթյանը, տաղավարում աշխատեց Լիաննա Խաչատրյանը, շնորհակալություն։